Էդուարդ Գևորգյանն եմ, 16 տարեկան, դաշնակահար եմ, սովորում եմ Չայկովսկու անվանի երաժշտական մասնագիտական դպրոցում։ Սկսել եմ նվագել 4 տարեկանից ու իծնե երաժշտությունը իմ ամենասիրելի բանն է եղել, ես երբեք չեմ պատկերացրել առանց երաժշտության թեկուզ իմ օրը, կյանքը ինչի մասին։ Առաջին անգամ տատիկիս տանը տեսա դաշնամուր, ոգևորվեցի եւ մայրիկին ասացի, որ կցանկանայի հաճախել դաշնամուրի դասերի։ Որոշ օրեր անց ինձ գրանցեց Չայկովսկու անվան դպրոց, Էլզա Թանդիլյանի դասարան, շատ ոգևորված էի, գնացի իմ դասերի։ Առաջին հաջողությունս գրանցել եմ 10 տարեկանում Փարիզի միջազգային մրցույթում, երկրորդ տեղ եմ զբաղեցրել։ Դրանից հետո նույնպես մասնակցել եմ շատ եւ շատ փառատոների, մրցույթների եւ արդեն վերջերս ես ստացա հրավեր Բերլին Կլավերֆեստագե փառատոնից 2900 եվրոյի կարգի ֆինանսավորում էին նրանք, քանի որ մի փոքր ֆինանսական խնդիրներ կային, իրանք աջակցեցին եւ ընդհանուր մի շաբաթ էր տևում փառատոնը, որը իր մեջ ներառում էր տարբեր մաստեր կլասներ, դասախոսություններ, սեմինարներ եւ վերջում որպես ամփոփիչ գալա համերգը, որը Բերլին ֆիլհարմոնիկում էր տեղի ունենում եւ յուրաքանչյուր երաժշտի համար եմ կարծիքով Բերլին ֆիլհարմոնիկում նվագել դա շատ լուրջ ու պատասխանատու բան է։ Ու քանի որ ես առաջին հայն էի Բերլին ֆիլհարմոնիկում նվագող, ես չէի կարող այդպես իմիջիալս դրան վերաբերվել։ Պատիվը շատ մեծ էր, պատասխանատվությունը շատ լուրջ դրան մոտեցա, դրսևորեցի ինձ եւ շատ լավ ելույթ ունեցա։ Եվ ես էլ ինքս ինձ շատ գոհ եմ հանդիսատեսներ իմ կարծիքով։ Ես Մարի Դանիելյանն եմ, դաշնակահար, երաժշտությամբ զբաղվում եմ 6 տարեկանից, սովորել եմ Հայ Սայաթնովայի անվան երաժշտական դպրոցում, այժմ սովորում եմ Չայկովսկու մասնագիտական երաժշտական դպրոցում։ 2022 թվականից հանդիսանում եմ երաժշտություն հանրապետական հիմնադրամի կրթաթոշակառում։ Այսօր ավարտական համերգներ, այս տարվա ամփոփիչ համերգներ կրթաթոշակառների, մենք ելույթ ունեցանք եւ գեղեցիկ երեկո պարգևեցինք հանդիսատեսին։ 6 տարեկանից, այժմ 16 տարեկան եմ։ Ինչ որ միջազգային մրցույթների կամ մրցույթների մասնակցել եք Հայաստանից դուրս։ Միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր եմ։